ՔՊ ղեկավարը կորցնում է ինքնատիրապետումը, երբ հարաբկիրում քարոզարշավի ժամանակ Միկի նրա երեսին ասում է. «Դուք գողացել եք իմ հայրենիքը»։ Դուք գողացել եք իմ հայրենիքը, դուք շարունակում եք գողանալ իմ հայրենիքը։ Մի րոպե, դուք իմ ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել։ Դուք լավ եմ արել, ես իմ սրտի խոսքն եմ, դուք գողացել եք իմ երեխեքին, դուք գողացել եք իմ եղբորը, դուք իմ եղբորն եք գողացել, դուք գողացել եք իմ ուրախությունը, ձեր հարցին ես հիմա հարցով պատասխանեմ, դուք գիտեք քանի բարձրաստիճան սպա, բռնի անհետացած և կամ անհետ կորած բարձրաստիճան սպա ունեք, քանի հատ ունեք։ 197 անհետ կորած, քանի բարձրաստիճան, ես ասում եմ, քանի բարձրաստիճան սպա ունեք բռնի անհետացած։ Ընդհանուր բռնի անհետացածների թիվը 197։ Ինձ համար բարձրաստիճան, ցածրաստիճան կապ չունի։ Բռնի անհետացած։ Մեզ կոտորել։ Ում ձեզ կոտորել։ Դուք մեզ կոտորել եք։ Ուրեմն դուք փորձեցիք մեզ կզատնել, Կինը ներկայանում է գիտությունների թեկնածու եւ տեղեկացնում, որ 44-օրյա պատերազմից հետո իր եղբայրը համարվում է բռնի անհետացած։ Ավելի ուշ պարզվում է, որ Փաշինյանի զրուցակիցը Երևանի համար 16 պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Արփինե Սողոյանն է։ 44-օրյա պատերազմում անհետ կորած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը։ Ու ինքը շատ արագ ընկավ իրան բնորոշ, դե որպես բժիշկ գնահատում եմ, որ ինքը ադեկվատ չի, շատ անադեկվատ եւ հոգեկան շեղումներով, շարժումներով եւ փորձում էր ինքը անգամ ինձ ձեռքերով կպնել, ես մի քանի անգամ գոռացի, ասացի ձեռքերը հեռու տար։ Հա, այդպես։ Կարծում որ իրավաբանները կգան ձեր հետևից, ինչ-որ հետևանքներ կունենան։ Եթե սրա համար պետք է գան, գիտեք ինչ, ես իմ խոսքը սկսեցի, ասացի, այն ինչը որ ես պետք է ասեմ, դուք բազմիցս լսել եք, բայց ես շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ հնարավորություն ընձեռնվեց այսքան մոտիկ նայել ձեր աչքերին եւ ասել, որ դուք գողացել եք իմ հայրենիքը։ Սկանդալային միջադեպի մասին Facebook-յան լայվի ժամանակ խոսել է նաեւ բժշկուհու դուստրը, փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Եթե օրինակ տարբերություն կա հայտարարված հավաքի միջև, որտեղ որ ենթադրվում է, որ միայն համակիրներն են հավաքվում, ապա մարդկանց դրան մոտ հասնող քարոզչությունը կարող է, պետք է եւ բնական է, որ պետք է հանդիպի նաեւ հակառակ կարծիքի եւ անկեղծ կարծիքի, թե ինչ են մարդիկ մտածում իրենց մասին։ Այն ինչը որ ասել է մայրիկս, կարծում եմ բոլորը տեսել եք, դա կրկնելու անհրաժեշտություն չկա։ Հայտնել է իր կարծիքը, որը բնականաբար առաջացրել է այն ցնցումները, այն ճղճղոցը, ինչը որ առաջացրել է։ Տաթևիկ Սողոյանը չի հերքում, որ իր մոր առաջարկել են աշխատանքից ազատվելու դիմում գրել, սակայն չի ասում, թե ով է բժշկուհուն այդ առաջարկն արել։ Չեմ ուզում թիրախավորել կամ քննարկման առարկա դարձնել, թե ում միջոցով եւ այլն եւ այլն։ Ամեն ինչ իր պատասխանը կստանա, երբ որ ունենա իրավական հստակ ձևակերպում։ Բայց բնականաբար պետք է ասենք, որ այս իշխանության օրոք առաջի անգամ չի եւ մի անգամ չի, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ ենթարկվում են համապատասխան ճնշումների, ակնարկների, կարգապահական տույժերի եւ այլն, որոնք պայմանավորված են բացառապես իրենց քաղաքական հայացքներով։
Ընդդիմադիր հայացքներ ունեցողների վրա չհարձակվելու խորհուրդ է տալիս այս կինը Փաշինյանին, հորդորում է աշխատել իր լեքսիկոնի վրա, հատկապես կանանց հետ խոսելիս։ Կանանց վրա հարձակում չկա։ YouTube-ն էլ է ցույց տալիս աղա։ Կանանց վրա ոչ մի հարձակում չկա, հարձակում կա։ Ես կանանց հարգում եմ, որ բոլոր քաղաքացիներին են հարգում։ Ի նշան կանանց հանդեպ հարգանքի Փաշինյանը ցուցադրաբար հանում է Հայաստանի քարտեզով կեպին, բայց դա համոզիչ չի թվում կնոջը։ Այդ ձևերն էլ արդեն չի անցնում։ Խնդրում եմ ձեզ, ձեր լեքսիկոնի վրա աշխատեք։ Առավոտվա սկանդալից հետո Փաշինյանը օրվա երկրորդ կեսին էլ զայրույթով չի արձագանքում, երբ նրան մեղադրում են Արցախը ծախելու համար։ Մեկ օր դուք ասում եք, որ Արցախը մերն է, Շուշին մերն է, բայց մեկ օր Մռռության ասում եք, որ լավելի։ Շուշին դժբախտ-դժգույն քաղաք է։ Ուզում եմ հասկանամ, հիմա Անունդ ո՞նց ինչ է, հասկանաք։ անունդ ինչ է։ Արփի ջան, այդ թեմայի մասին այնքան խոսել են։ Խնդրում եմ, Իմ երկիրը ծախել եք, դուք իմ տունը ծախել եք, իմ Արցախը։ Որտեղ որ ես ապրել եմ։ շատ լավ, Վալիկա, կմեծանաք Ես կհասկանաք։ արդեն հասկանում եմ, որ ես հասկանում եմ, թե այսքան ժողովուրդն է հասկանա, որ Ես դուք քեզ ծախել եք սիրում եմ, ես Արցախ։ քեզ սիրում եմ։ Խնայեք ձեր առողջությունը Փաշինյանին խորհուրդ է տալիս Միկին, որը ներկայանում է 30 տարի Գերմանիայում ապրող բժիշկ։ Հետևել եմ, բայց ես ձեզ խնդրում եմ, որ ջահությունը մի քիչ խնայեք, քանի որ դա մասպարեզն է, լավ մնացեք, շատ շնորհակալ։ Ձայնից է տախնդիրը, թե ուրիշ խնդիր։ Պիկապը ուր է ժողովուրդ։ ՔՊ ղեկավարը Արաբկիրթ թաղամասում նաև պիկապի վրայից է անպատվում իր քաղաքական մրցակիցներին ու նրանց համակիրներին։ Հիմա իրանք այդ բոլոր տեղերը թաքուն են ման գալիս, թաքուն, որովհետև գիտեն, որ պատերով կտանք, մեկը թպրտա, պատերով կտանք։ Հետո մի պահ հիշում, որ ինքը սիրառատ անձնավորություն է եւ որ ժողովուրդն իրավունք ունի ընտրել նրան, ում ցանկանում է։ Խնդիր չունեմ ժողովրդի ընտրության հետ, բայց ես պայքարելու եմ միշտ հանուն Հայաստանի անկախության եւ ազատության, ինչպես նախկինում։ Հանուն Հայաստանի անկախության ու ազատության Փաշինյանը պատրաստ է թուրքերի ու ադրբեջանցիների հետ էլ աշխատել։ Այսօր մենք խաղաղության պայմաններին ոչ մեկից օգնություն խնդրելու կարիք չունենք, որովհետև մենք աշխատում ենք մեր հարևանների հետ, հա, թուրքերի հետ աշխատում ենք, ժողովուրդ ջան, ադրբեջանցիների հետ աշխատում ենք, որովհետև մեր պատմական փորձը եղել է հետևյալը, մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել ում հետ, Ավստրալիայի հետ։ Արևմտյան Ադրբեջան 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման թեզը կեղծ է, նորից պնդում է ՔՊ ղեկավարը, համբալ անվանելով այդ մասին իրեն հարց տված քաղաքացուն։ Մեր օրակարգում տենց հարց չկա, մի եկեք ստի բաներ խոսացեք։ Այ ասելով չի։ Իր ասելով չի։ Հիմա դուք կարում եք այս այ ասելով չի, դու ինչ ես եք այստեղ ադրբեջանական նարատիվներ տանում։ Ռադետ քաշի։ Համբալի մեկ։ Փաշինյանը հեռանում է, հետո վերադառնում, նկատելով, որ թիմակիցները քաշքշում են այն քաղաքացուն, որը ուզում էր հստակ խոստում լսել, որ Հայաստանում 300,000 ադրբեջանցի չի բնակեցվելու։ Կանե Մանգասարյան, Հայլուր։ Հանգիստ։